մենք ցանցային ազգ ենք դարել եւ ցանցային պետությունը իհարկե փրկությունն է, ել չասած որ ներգաղթը պետք է ապահովի, եթե մենք չդառնանք 10 միլիոն, մենք ձուլվելու ենք գնանք։ Հիմա կառավարման այդ համակարգը, որ իբր այսօր գոյություն ունի, իրոք ժողովուրդը պետք է հասկանա, որ մի երկրում, որտեղ կենտրոնական բանկը եւ ընտրական հանձնաժողովը ոչ թե իշխանության կողմից է ղեկավարվում, այլ դրսի ուժերի կողմից, շատ բարդ անելիքներ ունենք մենք որպես ընդդիմություն այդ համակարգերը փոխենք։ Մեր դրամի վրա նույնիսկ Հայաստանի գերբը, գոյություն չունի, այսինքն դու կարող ես հաղթել մեկ օրում դոլարը քո երկրում բարձրացնեն, իջացնեն, դու կրիզիսի դիմաց ես կանգնելու, այսինքն մենք շատ գործեր ունենք, անելիքներ ունենք հետագայում, այն ուժերը, որ արկածախնդրությամբ են զբաղվում, չեն էլ պատկերացնում ընտրությունը հաղթելը մի բան է, պահելը մեկ այլ բան է, այսինքն հիմա այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ փորձում է երկու տիրոջ ծառայի, նրա միակ նպատակը դրսի խոստումներով, ներսի բռնաճնշումներով վերարտադրվելն է, բայց դրսի այդ ուժերը այդքան հեշտ չեն խաբել։ Հիմա երեք լույս տեսավ այդ վետերան թերթի ամերիկյան, որը որ համարվում է ոչ թե դեղին մամուլ, այլ դեղինից մի քիչ բարձր։ Դա ազդակներ են, որ տես, եթե դու շարունակես այդ թմրադեղերի այդ Գրզո Սուքիասյանի հետ, այսինքն նրանք արդեն ազդակ են տալիս, որ տես մենք քեզ գումարներով օգնում ենք, բայց եթե դու շարունակես, այս նույն հոդվածը արդեն կշարունակի։ Չեք բացի այդ հոդվածի վետերան թերթը, ամերիկյան վետերան թերթը, այդ վետե, գրել էր Փաշինյանի այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Խաչատուր Սուքիասյանի թմրադեղերի տրաֆիկներ բացահայտում եւ մարդկանց տրաֆիկը, այդ մարմնավաճը sex slaves, Հիմա հոդվածը բավականին մեծ է, նրանք փաստեր են բերում, թե ոնց է թմրա նարկոտրաֆիկը իրագործվում Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ եւ հենց այդ գործարարի մասնակցությամբ եւ փողերը ուր է գնում, ինչ ակտիվներ է ստեղծվում, ինչքանով է վստահելի այդ հոդվածի փաստերը։ Տեսեք, Ամերիկյան Միացյալ Նահանգները խորքային երկիր է, բայց այնտեղ այդպիսի հոդվածները լույս չի տեսնում, ոնց որ Ռուսաստանում առանց պետական հովանավորությամբ, այսինքն եթե չուզենան լույս չի տեսնի։ Սա ուղղակի զգուշացում է, ազդակա, հիմա մի անգամ ցույց տվեցին Կանադայի շատոն, որ տեսնենք, եթե հանգարց փորձես քո խոստումներից գնաս, մենք բացահայտելու ենք։ Հիմա սա, այսինքն այս մարդը, երբ որ դուրս է գնում, իսկ դրսից նա միայն գումարներ է ստանում, տարբեր անուններով, ագրոծրագիր, հիմա ընտրություններին չխոչընդոտելու, բայց իրականում մենք լավ գիտենք, որ այս բոլոր գումարները նպատակ ունի ծառայելու ներքին ճնշումներին, իրական ընդդիմությունների ճնշումներին եւ ուժայիններին տալ այդ այսինքն ինչ որ մարդիկ շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իշխանությունը հաստատել։ Իհարկե, մեր արևելք եւ արևմուտք հարևանների շահագրգռությունն է եւ ես հաստատ գիտեմ անապացուցելու է, որ այդ 12 միլիոնը Եվրոպան իր գրպանից չի տալիս, Եվրոպան կվերցնի 50 Ադրբեջանից, բայց կտա Հայաստանին 12, այսինքն այն Եվրոպան, որ այսօր լուրջ ֆինանսական կրիզիսների դիմաց է կանգնած եւ աչք է դրել ռուսական ակտիվների վրա, իրար մեջ գզվրտվոց է գնում, թե Ամերիկան ինչքան այդ ակտիվները տանի Եվրոպան ինչքան, հիմնական գզվրտվոցը հետա, ինչ որ տալիս է 12 միլիոն այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետին, շահագրգռված եմ, որտեղ կամակատարն է, այսինքն ինչի պետք է ագրեսոր լինեն, զենքով հարձակվեն Հայաստանի վրա, մարդը հանձնում է, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը գոյություն ունի որպես ստորագրություն,
որպես վարչապետ նա գոյություն չունի։ Նրան պահում են, որպեսզի իրանց դավադիր ծրագիրը իրականացնեն եւ ստեղծեն իրավական դաշտ, այսինքն նրանք ամեն ինչ անում են, բերում են իրավական դաշտ, կեղծ թեզերը, թե լինի հողեր տալը, պահանջատիրությունից հրաժարվել, համայնքից հրաժարվել, մենք մեր ծրագրի մեջ ընդգրկել ենք, որ Հայաստանի Հանրապետության հայկական առաքելական եկեղեցիները արտասահմանում պետք է ունենան դիպլոմատիկ ստատուս։ Դա նախ նրանք կվերահսկեն դեսպանատներին, որոնք այսօր բիզնեսմեններ են, գաղտնի գործակալներ են, ոչ մի բան չեն անում, եւ կան երկրներ, որտեղ մենք դեսպանատուն չունենք, բայց եկեղեցի ունենք, եւ դա կծառայի մեր հայկական լոբիգին։ Այո, այսօրվա վարչապետը շատ կարեւոր մարդ է այս մեր հակառակորդ թշնամական երկրների համար։ Այսօր Թոֆիկ Զուլֆուգարովը հայտնում է, որ Մեղրի երկաթուղին դա Ադրբեջանի սեփականությունն է։ Շատ լավ ինքը քայլ արել, որ մենք մեծ, այսպես ասած, բան ենք ստացել, հնարավորություն հակադարձելու։ Չի բարձրացում, որ նավթի հանքերի 57%-ը պատկանել է հայերին, բանը, մինչև հեղափոխությունը, որ դա այդ սեփականության իրավունքը մարդկային պատմության ամենակարևոր առանցքային հարցերից է։ 30%-ը նավատորմի հայերինն է, բոլոր շինությունների Բաքվի հին շինությունների արժեքավոր 60-65%-ը հայերինն է։ Սեփականության իրավունքը, եթե գոյություն չունի, համակարգը դառնում է ստրկատիրական, այսինքն մենք Հայաստանը չի անցել ստրկատիրականով, մենք ունենք 120,000-ից ավել արցախցիներ, որոնց սեփականության իրավունքը խախտվել է, եւ նրանք գտնվում են այսօր ստրկատիրական համակարգի մեջ, եւ մեր պետությունը ոչ մի բան չի անում, ասել լավ, հողը տվել ես, իրանց մտածելակերպով եմ ասում, մենք այդ չենք էլ ընդունում, բայց մարդկանց սեփականության իրավունքը ո՞րն է, ռեպարացիաները, այդ ինչա սերտիֆիկատ ես տվել, ես իմ քանի հազարի, որ գնացեք տուն առեք, այդ իրանց սեփականության իրավունքն է, այսինքն ամբողջ աշխարհում սեփականության իրավունքը ստրկատիրական կարգերից հետո մարդը ստրուկից վերածվել է մարդու, երբ որ ունեցել է սեփականատիրության իրավունք։ Հիմա այս խորքային իրավունքը խախտված է։ Մենք չենք ասում երկդ, մենք ասում ենք մարդկանց սեփականության իրավունքը եւ իրավահաջորդելու, ժառանգելու իրավունքը, դա մարդկության ամենակարևոր իրավունքներն է։ Մենք այսօր ունենք մեր երկրի մեջ, ել չասած, որ մարդկանց վերաբնակեցնում են Երևանի մեջից, այսինքն մեր իրավունքները ամբողջովին խախտված է, ստրկատիրական կարգի են գնում, մարդկանց հանում են, որպեսզի շենք ընդեղ կառուցեն, ել չասած, որ բերում են բարձր գույքահարկեր, որպեսզի էլի մարդկանց դարձնեն ստրուկներ, այսինքն մարդիկ մի քանի տարի գույքահարկ չեն մուծելու, տներից դուրս են շպրտելու եւ ստրուկի կարգավիճակ են ունենալու։ Սա շատ լուրջ առանցքային հարց է։ Ես ուզում եմ ասեմ, որ ոչ թե նոր պետք է սկսենք, այդ կա այդ խումբը, մարդկային ինտելեկտուալ, այսպես ասած, խումբը կա, որը մշակել է բոլոր տիպի օրենքներ եւ դա անպայման ներառնում ոչ միայն Հայաստանում բնակվող հայերի, այլ ամբողջ աշխարհի հայության, այսինքն ցանցային այդ պետության, դա իրականությունն է, մենք պետք է այդ իրականության հետ առերեսվենք եւ մեր փրկությունը հայ տեսակի կապված է այդ միասնության եւ ներդաշնակ նրա զարգացման եւ այդ կառույցը պետք է լինի շատ ավելի հզոր, քան այն պետությունը, որ մենք ունենք։ Դա հաշվի չառնել, դուրս գալ ինչ-որ խոսել, ինչ-որ անվտանգության մասին ծիծաղել է, էլի այդ օրինակ ասենք մեկ-մեկ ես լսում եմ, ասենք քաղաքական այսպես ճակերտավոր գործիչների, դա ծիծաղ առաջացնում։ Այս մարդիկ իրականությունից դրված են, այո։ Կոպված են։ Մենք պետք է հաշվի առնենք աշխարհում ինչ ընթացքներ է սկսած այդ թվայնացում, արհեստական բանականություն, որ շատ սարսափելի մեծ արագությամբ զարգանում է, եւ տեսեք մեր, ասենք, այդ կրթական համակարգը բան, որ պարտադրել են ոչ կոմպետենտ մարդիկ, խայտարակություն է, սա պետք է փոխել։
Եվ այդ ծրագրերը կա։ Հասկացա։ Դուք պարոն Սարգսյան, Տեսեք, շատ կարճ մեր մեկ րոպեի ընթացքում մեր օրենքները իբր լիբերալ են, դեմոկրատ են, բայց ամենակարևոր օրենքը, որ մենք պետք է ունենանք, սահմանադրությունն է։ Դրանից բացի ուրիշ ամեն ինչ հիմնված է սահմանադրության վրա, եւ սահմանադրությունն էլ պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա, կան բնության օրենքներ եւ սահմանադրությունը պետք է լինի շարունակություն այդ բնության օրենքների։ Իսկ ինչ վերաբերում է օրենքները ինչ ձև էլ գրված լինեն, եթե սահմանադրությունը կեղծված է, նրանք չեն աշխատում։ Նրանք նոր հռչակագիր են գրելու 4-րդ հանրապետություն, որ հայտարարում են, դա մենք չենք կարող ասենք ինչ է լինելու։ Հայաստանը Թուրքիայի մաս է, Հայաստանը կընդունի աշխարհը այդ հռչակագիրը, կընդունի Հայաստանը որպես պետություն, շատ վտանգավոր նախաձեռնություն են նրանք սկսել եւ Դա մտածված նախաձեռնությունն է, դրսից ուղղորդված, մարդ, որ արդեն այս սահմանադրությունը բազմաթիվ անգամ խախտվել է եւ այդ խախտման համար ինքը արդեն պետք է ձերբակալված լինի։